Բարեկամներ, շարունակվում է խաղային երեկոն մեզ մոտ եւ այսօրվա վերջին հանդիպումն ենք միասին դիտելու։ Դիվիզիոնից 2 հանդիպում դիտեցինք, երկուսն էլ գեր-գոլ առած ստացվեց։ Իսկ հիմա էլիտ լիգայից մեկ հանդիպում, շատ հետաքրքիր հանդիպում։ Սելտան մրցելու է Բորուսիա Մյունխեն Գլադբախի հետ։ Եվ տեսնենք այս թիմերը ինչ այսօրվա երեկոն կզարդարեն միմյանց խաղով։ Դաշտի կենտրոնից մեկնարկելու են հանդիպումը Բորուսիայի տղաները։ Մրցավարի Սուլիչը լսված է, հանդիպումը մեկնարկեց։ Ես էլ անցնեմ իմ հայտացուցակներին Սելտայի։ Դարպասում է համար 1 Տիգրան Այդինյանը, համար 4 Ռայզի, համար Հոյեսեն, համար 5 Աշոտ Գորյան, համար 7 Կարեն Ենգիբարյան, համար 8 Տիգրան Ներսիսյան, համար 10 Դավիթ Ներողություն Ավետիս Դուրգարյան, համար 15 Սաշա Աթաբեկյան, համար 17 Արի Խալացյան, համար 19 Թիմի ավակ Արամ Ենգիբարյան եւ համար 23 Սուրեն Ղուկասյան։ Ռուսիայի դարպասը պաշտպանում է համար 1 Մանվել Պապիկյանը, համար 2 Գառնիկ Սարգսյան, համար 3 Վայ Սարգսյան, համար 4 Հարութ Թորոսյան, համար 7 Ռաջ Հակոբյան, համար 8 Հրաչյա Սարգսյան, համար 9 Սևակ Մանուչարյան, համար 10 թիմի ավակ Արմեն Խաչատրյան, համար 11 Ռաֆայել Ղազարյան, համար 14 Վալոդիա Մարկարյան եւ համար 49 Անդրանիկ Բարսեղյան։ Այսքանը թիմերի կազմերի մասով սիրելի ֆուտբոլասերներ, Վերջ երեկոյի այսօրվա վերջաբանը կտան այս երկու թիմերը։ Նա տեսնենք Բորուսիան է գնդակով, փորձում են նրանք առաջին գրով կազմակերպել, Ենգիբարյանն է խլում գնդակ այստեղ հաջող և տեսնենք եզրային նետում Սելտայի օգտին։ Դաթար այստեղ Ենգիբարյանին են օգնում Բորուսիայի տղաները։ Եվ հանդիպումը շարունակվելու է ի վերջո։ Երկարնետում Մարկարյանն է հեռացնում գնդակը։ Հատկանշական է նշել, որ Վալոդիա Մարկարյանը վերդերում է հանդես գալիս, հիմա պաշտպանելու է Բորուսիայի գույները, գերմանական մյուս թիմից տեղափոխվում է մյուս թիմ։ Եվ այսօր նորամուտ, հիմա վտանգավոր կարող է լինել և այսօր էլ նորամուտն է այս խաղով նշում Բորուսիայի կազմում Հոկյանը։ Թիմերի կազմերում էլ այսօր փոփոխությունները շատ են, որովհետև նրանք
Երեք են անցկացրել հենց վերջին հանդիպումները, այդ մասին կխոսենք մի փոքր ավելի ուշ, Սելտան է գնդակով, բայց արագ խլեցին այստեղ Բորուսիայի տղաները, Մանուչարյան հրաշալի փոխանցում, չանցավ այս փոխանցումը, Մարկարյանն է նորից լավ գործում պաշտպանությունում և վերվից կրակոց հրկում է իր թիմին Մանվել Պապիկյանը առաջին վտանգավոր լուրջ պար իրականացրեց այս խաղում Սելտան և առաջին դիպուկ հարվածը տեսանք Պապիկյանը հրկում է իր թիմին Աշոտ Բորյանը կարծես թե այնտեղ հարված կատարեց Եվ անկյունային Սելտայի օգտին Արկած է անկյունային վտանգավոր է և գոլ հաշիվը բացված է մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ Հարի Խալացյանն է դառնում գոլ հեղինակ Վեցերորդ րոպե Անրի Խալացյան 1-0 հանդիպման հաշիվը բացված է Սելտան կարողանում է հաշվի մեջ առաջ անցնել և անկյունայինը տվեց իր արդյունքը հիմա պարտվողի կարգավիճակում են հայտնվել Բորուսիայի տղաները տեսնենք այս գոլին նրանք ինչով կպատասխանեն երկրորդ լուրջ սպառնալիքը Սելտայի և նրանց այդ անկյունայինը տվեց արդյունք, դեռ Բորուսյան լուրջ գրող չի կազմակերպել այս խաղում, կրկին Սելտան է նետվում առաջ, Խալացյան, Բորյանի հետ կրկին լավ խաղարկում, Պապիկյանը դուրս եկավ տեղից և հեռացրեց գնդակը Արկած է այս եզրայինը, հիմա հերվից փորձ, բայց չէր էր այս հարվածը, կարծես թե Ավետիս Դուրգալյանն էր հարված կատարողը Խոսեմ մի փոքր մրցաշարային աղյուսակից, Բորուսյան 8 խաղից 16 միավորով 6-րդ հորիզոնականում է գտնվում Սելտան մի փոքր անկայուն է մեկնարկել մրցաշարը, կրկին 8 հանդիպում, 2 հաղթանակ ընդամենը Սելտայի կողմից այս մրցաշարում, 6 միավորով հաստատել նրանք, նախավերջին հորիզոնականում են այս պայն գտնվում, Բորուսյան, նրա դեմ լավ գործեց հիմա Աշոտ Բորյանը, Փոխանցում Մարկարյանի ուղղությամբ չհասավ այս գնդակին Վալոդիա Մարկարյանը Սելտանը ներկել գրոյի Բորյան պայեց գնդակը դաշտի սահմաններում և կարողանում է անկյունային վաստակել այս դրվագում Սելտան Անկյունայինը փոխանցում այս անգամ հեռացրեցին գնդակը Հիմա կարող է հակագրել Բորուսյան, բայց լավ է հիմա պաշտպանությունում գործում Սաշա Աթաբեկյան երկար փոխանցում Եվ պաշտպաններն են հեռացնում այստեղ էլ գնդակը Ղազարյանն էլ լավ գործեց պաշտպանությունում շարունակում է Սելտայի գրոհը Գալյան նրա դեմ լավ հիմա Մարկարեցին, կարող է հիմա Արագ գրող կազմակերպել Բորուսյան, բայց Ենգիբարյանը չթողեց Մանուչարյանին սլանալ առաջ ձախ եզրով
Դեռ տեսնում ենք ամեն ինչ լավ են ահնում խաղադաշտում Սելտայի տղաները շատ լավ են փակում Բորուսիայի ֆուտբոլիստներին պաշտպանությունում են գերազանցել գործում բայց ամբողջ ուժով չի գրում Բորուսիան ստանում եզրային նետում Բորուսիայի օգտին Մարգարյան Չատրյան նրա դեմ Ղուկասյանը լավ պայքարեց և խլեց գնդակը Ղազարյան պահել է իր մոտ գնդակը, խճճվեց մի փոքր Ղազարյանը, Ղուկասյանը խլեց նրանից գնդակը և նետվում է հիմա գրոյի Սելտան, բայց հաջող է հիմա պաշտպանվում Մարգարյանը, շարունակվում է նորից Սելտայի գրոյը Ղուկասյան, փոխում է գրոյի եզրը, կենտրոն Դուրգարյանն ընթացքից արվածը բարձր ստացվեց Հավետից Դուրգարյանին 10 րոպե անցավ այս խաղից ի վերջո 1-0 հաշվով դեռ Սելտան հաղթում է Բորուսիային, Նարի Խալացյանն է դարձել Սելտայի կազմում Ղուկասյան անցումը չստացվեց Ղուկասյանի այստեղ էլ ընկավ Ռաֆայել Ղազարյանը Խաղթում է ի վերջը նշանակում խաղի մրցավարը Արագ խաղարկված է իմ այս ստանդարտը և անկյունային Բորուսիայի օգտին Անկյունայինը Խաչատրյան փոխանցում Թորոսյան արված հրկեց Այդինյանը իր թիմին լավ արված կատարեց Հարութ Թորոսյանը հիմա էլ պայքարում է գնդակի համար խլեց գնդակը Թորոսյանը լավ է գործում պաշտպանությունում շարունակվում է Բորուսիայի գրող Խաչատրյան փոխանցում կենտրոն Մանուչարյան դեռ լռում է Բորուսիայի լավագույն ռմբարկուն Նորաշալի անցում տեսանք Սուրեն Ղուկասյանից նետվում է առաջ Սելտան Աթաբեկյան արված և թույլ Սելտայի ֆուտբոլիստի և շտապեց այստեղ էլ Մանվել Պապիկյանը Մոտիկանում եմ տնյամ ինչ այլ է դիրքս թողում եմ, որս արը սեղան էջքս հետևը բացվում է պաս եմ խաղում։ Եկե հարսել եք, հարսել ինչ է։ Եկել է խանը, ռապո։ Թորոսյանն է հաջող գործում Ղազարյան լավ փոխանցում, բայց նորից լավ են գործում պաշտպանությունում Սելտայի տղաները լավ համագործակցություն Ղուկասյան Ղուկասյան երբից սպորտսնի փոքր բարձր էր Սուրեն Ղուկասյանի արվածը այս սա վտանգավոր էր լավ նկատեց ձեռքեզրում Ղազարյանին Արված կտեսնենք Տիգրան Այդինյանի պաշտպանած դարպասից
Արագ խարկեցին այստեղ գնդակը Սելտայի տղաները, Աշոտ Բորյան։ Գարյան փոխում է գրոյի եզրը այստեղ Սելտան, Արամ Ենգիբարյան, կրկին Գարյան, լավ խարկումներ, Ենգիբարյան փափուկ հարված կատարեց, բայց մի փոքր շեղ էր Դուրգարյանի հարվածը։ Մանուչարյան փոխանցումն էր չանցավ Սևակ Մանուչարյանի շատ լավ են հիմա պայել Սևակ Մանուչարյանի Սելտայի տղաները դեռ ոչ մի հնարավորություն չի ստացել Սևակ Մանուչարյանը չկարողացավ պայել գնդակի իր մոտ Մանուչարյանը, բայց այստեղ պայքարում է Շալեանցում Իմայել Ներսիսյանից, նետվել է գրոյի Սելտա, Ղուկասյան, Սուրեն Ղուկասյան, հրաշալեանցում, Ղուկասյան, բացում Դուրգարյան արված, Ուղիղ Պապիկյանի վրա արվածը տեսանք, ամետից Դուրգարյանի, արագ է գրոյի, Ռուսյան, Ազարյանի փոխանցում այստեղ հեռացրեցին, և հեղացնում է ուղղակի գնդակը։ Հնարավորինս առաջ Հարութ Թորոսյանը։ Լավ են գործում Սելտայի տղաները իրենց լավ են զգում Ենգիբարյան են նետում Սելտայի օգտին Սևակ Մանուչարյանը 8 գոլ է հեղինակել այս մրցաշարում փոփոխություններ կատարվեցին Սելտայի կազմում Գարյան սխալվեց Գարյանը Աչատյան Մանուչարյանին և անկյունային է վաստակում Բորոսյան Խաչատրյանն է գնդակի մոտ Արմեն Խաչատրյան փոխանցում գնդակը հեռացված է Ռուսյան Մանուչարյան ընկավ այստեղ Սևակ Մանուչարյանը բայց մրցավարը ասում է ոչինչ չկա հանդիպումը շարունակվում է բայց տեսնենք հիմա դադար է վերցրել խաղի մրցավարը կարծես թե այս վերջին դրվագը ուսումնասիրելու է տեսնենք ինչ որոշում կայացնի դիտեց դրվագը խաղի մրցավարը և ոչինչ չկար այստեղ էլ մի փոքր դրվագից հետո կրքերը բորբոքվեցին և մեկական դեղին քարտ տվեց մրցավարը Ազարյանին և Բորյանին կարծես թե նրանք վիճում էին վերջին դրվագի համար կարծես թե հանդիպումը շարունակվում է Ղազարյան լավ փոխանցում բայց չհասավ այս դրվագին Արմեն Խաչատրյանը Avon գնում է, թող։ Լավ փոխանցում հիմա
Աչիեզր, Սարգսյան Հարկում է գնդակը Ղազարյանի հետ Շեցնեմ, որ շատ քիչ ժամանակ մնաց Առաջին խաղակեսի ավարտին 1-0 հաշվով Սերտան հաղթում է Բորուսիային Թորոսյան Շանկեր է պնտրում, փոխանցում ձախ Խաչատրյանին Խաղարկումներով շարժվում են առաջ Բորուսիայի տղաները Կրկին Խաչատրյան փոխանցում Տուգանային հրապարակ Հեռացնում է Ենգիբարյանը գնդակը Ղուկասյան լավ անցավ այստեղ Խաչատրյանին Սուրեն Ղուկասյանը նետվում է առաջ Փոխանցում ձախ Բորյանին, Աշոտ Բորյան, բայց իր մոտ գնդակը կրկին Ղուկասյան, շրջվեց Ղուկասյանը, բայց հրաշալի է գործում նրա դեմ Հարութ Թորոսյանը, այստեղ էլ Սարգսյանը հրաշալի անցում կատարեց Աչիեզրով, Սարգսյան, բայց իր մոտ գնդակը փոխանցում Խաչատրյանին, հրաշալի անցում Խաչատրյան և Ենգիբարյանը վերջին պահին հիմա հեռացնում է գնդակը, այստեղ էլ հիմա կարող է հակագրել Սելտան ինչպիսի Հանդիպում են անցկացնում երկու թիմերն էլ շատ ակտիվ մեկնարկ տվեցին վերջին դրվագից հետո Բորյան Անցում և Աթաբեկյանը չկարողացավ հարվածելի վերջո Երդից գրակոց Ապիկյանն է հիմա էլ պրկում իր թիմին Շատ վտանգավոր են հարվածները Սելտայի հարված և գոլ Ավետիս Դուրգարյան 2-0 կրկնապատկում է իր առավելությունը Սելտան Ավետիս Դուրգարյան 2-0 կրկնապատկեց իր առավելությունը Սելտան Փայլուն գոլ գրանցվեց մեզ մոտ նորից և ընդմիջումից առաջ հարմար առավելությամբ Սելտան կարող է գնալ ընդմիջման, բայց դեռ ժամանակ կա այս խաղակեսի ավարտին 1-2 րոպե Առաջ են գնալու էլ ավելի Բորուսիայի տղաները Այս հաշիվը հետ բերելու Կրկին Սելտան է նետվել գրոյի Դուրգարյան, արված և գոլ Նորից պայլուն գոլ հեղինակ է դառնում մեզ մոտ Ավետիս Դուրգարյանը Ավետիս Դուրգարյան 3-0 էլ ավելի մեծացրեց իր առավելությունը այս խաղում Սելտան և դուբլի հեղինակ է դառնում Ավետիս Դուրգարյանը 2 րոպեում կարողացավ 2 գոլ գրանցել իր անվան դիմաց Սելտայի խաղացողը և հիմա շատ բարդ իրավիճակում է հայտնվում Բորուսիան Երկար նետում Անցում Բորյանին Աշոտ Բորյան և հասավ գնդակը Պապիկյանին Կար փոխանցում Ղազարյանի ուղղությամբ Ռաֆայել Ղազարյան անցումը չստացվեց, բայց կարողացավ եզրային նետում վաստակել իր թիմի համար Հետևը դու գարուն հանգստացու Անուչարյանը աչեզրում լավ նկատեց հիմա Իմաքսին Հակոբյանը փոխանցում այնտեղ էլ չստացվեց
Սարգսյանի ուղղությամբ փոխանցում, լավ, բայց գնդակի Վայ Սարգսյանը։ Մանուկշարյան խճճվեց, բայց կահվածավ Տուգանային հարված վաստակել արագ խաղարկեց այս ստանդարտը հիմա Մանուկշարյանը։ Մանուկշարյանի հարվածը չստացվեց այստեղ էլ Սարգսյանի հարվածը տեսանք և շեղ էր հարվածը Վայ Սարգսյանի։ Երկար փոխանցում Ենգիբարյանի կողմից Պապիկյանի ձեռքերի վրա ձեռքով խաղ տեսնում ենք և տեղին քարտ սեվտեն ֆուտբոլիստին Հակոբյան արվածը թույլ էր այստեղ Հակոբյանին Ստեղը լավ գործեց հիմա Գառնիկ Սարգսյանը պաշտպանությունում և վերջ մրցավարի Սուլիչը լսվում է մեզ մոտ առաջին խաղակեսը ավարտված է 3-0 հաշվով այս պահին Սելտան հաղթում է Բորուսիային ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից Վերադարձանք բարեկամներ երկրորդ խաղակեսը մեկնարկել է մեզ մոտ և առաջին կեսից հետո 3-0 հաշիվ է տեսնում ենք Սելտան հաղթում է Բորուսիային շատ լավ առաջին խաղակես ստացվեց երկու թիմերն էլ պայքարեցին բայց Սելտան ավելի ուժեղ գտնվեց առաջին կեսում հիմա տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես կընթանա շատ արագ հիմա վերհիշենք թիմերի կազմերը Սելտա դարպասում է Տիգրան Այդինյանը այս գրոյից հետո Ղազարյան արված և հենց Տիգրան Այդինյանն է փրկում իր թիմին առաջին սև այս խաղակեսում տեսանք Այդինյանի կողմից շատ ակտիվ են հիմա մեկնարկել երկու թիմերն էլ երկրորդ խաղակեսը հիմա էլ Սելտան է անցել գրոյի Ղուկասյան հրաշալի փոխանցում տեսանք բայց այնտեղ հեռացնում է գնդակը Սարգսյանը Կանակ եմ Սելտայի կազմը Աշոտ Բորյան Կարեն Ենգիբարյան Տիգրան Ներսիսյան Ալեքս Տուգանյան Սաշա Աթատեկյան Ալի Կալացյան Կարեն Ենգիբարյան և Սուրեն Ղուկասյան տեսնում ենք շատ արագ մեզ մոտ որ դառած անցել ուղղակի սկսեց բարեկամներ և թիմերը տեսնենք այս ընթացքում անցկացնելու այս հանդիպումը Բորուսիայի կազմը նշեմ, Վանվել Պապիկյան, Գառնիկ Սարգսյան, Վայ Սարգսյան, Հարութ Թորոսյան, Հրաչ Հակոբյան, Հրաչյա Սարգսյան, Սևակ Մանուկշարյան, Արմեն Նազարյան, Ռաֆայել Ղազարյան, Վալոզյան Մարգարյան և Անդրանիկ Հարսենյան։ Տեսնում ենք ինչ որտառատ անձրև է թե ունենում, անգամ իմ ձայն է լսվում հիմա, այս անձրևի պայմաններում վարձակել այստեղ Բորուսյան, Մարգարյան Մարգարյանին, Սալվես
Ղազարյանը, բայց Սարգսյանը փնում է գնդակը, Աշակյան, Սյան փոխանցում Մանուկյանին աչեզում է այդպես սեղակ Մանուկյանը Մարկարյան Սարգսյան Էրբիտ սպորտ և շատ վտանգավոր արված կատարեց Գարնիկ Սարգսյանը բայց շեղերի վերջո Սարգսյանի հարվածը Տան է ապտեք գրոյի տեսում է Որտանա տանջը Տարնակ վար Այդ պայմաններում կարալը, բայց շահանակում է պայքարել Էրբիտ սպորտ Շահանակում է Պայքարը Բորուսյանը նորից անցելուի Ղազարյան, Ռաֆայել Ղազարյան պայլու սահակում հիմա Աթաբեկյանի կողմից և նետվում է հիմա էլ գրոյի Սերտան Կասյան Կասյան Էրբիտ հարված Բուլգարյանն էր կապրես թե հարված կատանում կրկեց Իսկունին Պապիկյանը և կրկին Բորուսյանը ներքին գրոյի շատ լավ փոխանցում Խաչատրյանի ուղղությամբ բայց դաշտի սահմաններում գնդակը Սարգսյանն է հիմա էլ հարված կատանում բայց շեղ էր վայ Սարգսյանի հարվածը Հորյան արված Պապիկյանն է հիմա փրկում իր թիմին Կրկին վտանգավոր արված տեսանք Սերտայի կատարմամբ Հիմա շատ թաց է Տածածքը դժվարությամբ են փոխանցում կատարում միմյանց երկու թիմերն էլ Մանուչարյան այսօր նրա անցումները դեռ նա եթե չեմ սխալվում այս խաղում հարված չի կատարել
Այսա լուրջ է, Սելտայի պաշտպանությունը ուղղակի փայլուն է գործում այսօրվա խաղում։ Լավագույն ռմբարկում Բորուսիայի։ Անցած խաղում ճախրեց, բայց այսօր տեսնում ենք դեռ լռում է։ Արքարյան, Խաչատրյան, լավ խաղարկումներ արված եւ Խոսքից վրա Սևակ Մանուչարյանը հարված է կատարում եւ փրկվեց Սելտան, այնտեղ անդրադարձ եղավ, անկյունային է վաստակել Բորուսիան։ Կարող էր կրճատել հանդիպան հաշիվը Մանուչարյանը, բայց փրկվում է Սելտան հիմա։ Խաչատրյանը անկյունային իրացված է, հեռացնում են գնդակը։ Սելտայի տղաները արված Ղազարյան այստեղ ինչ էր հիմա 11 մետրանոց են պահանջում Բորուսիայի ֆուտբոլիստները, բայց ձեռքով խաղ չկար, կարծես թե։ Տեսնում ենք խաղի մրցավարն էլ։ Շատ մոտ է կանգնած այդ դրվագին, հիմա էլ Սելտան են հետվել գրոյի, Բորյան։ Աշոտ Բորյան, տեսնենք, փոխանցում, Դուրգարյան, արված և գոլ, չիրացրեց իր պար։ Բորուսիան բայց իրացնում է Սելտան, բայց դրտելու է այդ վերջին դրվագը Բորուսիայի խաղի մրցավարը, տեսնենք ինչ որոշում կկայացնի ի վերջո։ Խաղի մրցավարը դիտեց դրվագը և ի վերջո գոլը չեղարկված է ավետիս Դուրգարյանի, Սևակ Մանուչարյանի հարվածից հետո այնտեղ ձեռքով խաղ կար, կարծես թե և 11 մետրանոց է նշանակում խաղի մրցավարը Սելտայի դարպասին, այստեղ էլ երկրորդ դեղինով հեռացվում է խաղադաշտից Սելտայի ֆուտբոլիստը և հիմա շատ լավ հնարավորություն է ստանում Բորուսիան հաշիվը մի փոքր կրճատելու և քանակական առավելություն է ստանում այս րոպեներից Բորուսիան տեսնենք ով արված կկատարի, հենց Սևակ Մանուչարյանն է վերցրել գնդակը, նա այսօր քիչ է հարված կատարել դարպասին, հիմա տեսնենք հանդիպան մրցավարի սուլիչը կա, Մանուչարյանը արված կրակում է ուղղակի Սևակ Մանուչարյանը և կրճատում հանդիպան հաշիվը դարձնում 3-1 Սևակ Մանուչարյան 3-1 կրճատում է հանդիպման հաշիվը Բորուսիան 130-րդ խաղը անցկացրեց ԱՖԼ-ի շրջանակներում Սևակ Մանուչարյանը և հոբելյանական 200-րդ գնդակն է հեղինակում ԱՖԼ-ի շրջանակներում այսա փայլուն ցուցանիշ է ուղղակի Բորուսիայի հարձակվողի կատարմամբ բազում գոլեր է խփել հրաշալի Սևակ Մանուչարյանը իր 200-րդ գոլն էլ նշվեց 11 մետրանոցից այսա պատմական նվաճում էր ֆուտբոլիստի համար Բորուսիայի ինչևէ հիմա տեսնենք քանակական առավելություն ունեն արդեն Սելտան ներողություն Բորուսիայի տղաները Սելտայի նկատմամբ և 2 գոլի առավելությունը արդեն Սելտան ունի այս խաղում տեսնենք կկարողանան նորից Բորուսիայի տղաները կրճատել հանդիպման հաշիվը ամեն բան անելու են նրանք եղանակային պայմաններից ելնելով մի փոքր անձրևը դադարեց տեսնում ենք ցուցումներ էր տալիս Թորոսյանը ֆորքից դիմակիցներին փոխանցում և հիմա Թորոսյանը Եզրային նետում այստեղ աղարկի Մարկարյան, փոխանցում Խաչատրյան գործակցություն փոխանցում ձախ Մանուչարյանն էր, բայց փոխանցումը լավը չէր Սևակ Մանուչարյանի
Կասյան փոխանցում Պապիկյանն է բրունցներով հեռացնում գնդակը։ Մանուչարյանի մա կարող է հակագրոյել այստեղ Բորուսյան Սարգսյան։ Սևակ Մանուչարյան, կենտրոնում է Մանուչարյանը, հրաշալի անցում։ Մանուչարյան և Ենգիբարյանը։ Հիմա հեռացնում է գնդակը և նետվում է հիմա Սելտան գրոյի 3-2-ի Ղուկասյան փոխանցումը մի փոքր ուժեղ է ստացվում այստեղ Սուրեն Ղուկասյանին։ Կրկին նետվել է առաջ Բորուսյան, փորձում են նրանք։ Նորից Ենգիբարյանը պաշտպանությունում լավ գործեց։ Ազարյան, լավ խարկում։ Սարգսյանն է աչ եզրում, փոխանցում Տուգանային հրապարակ։ Եվ չասավ այս գնդակին հիմա Բարսեղյանը լավ փոխանցում էինք տեսել աչից Վայ Սարգսյանի կատարմամբ։ Հերվից փորձ հիմա նորից շատ վտանգավոր էր այստեղ, մի բահ լռել էին ֆուտբոլիստները, այստեղ խաղարկումներ տեսանք և նորից հերվից հարված Բորուսիայի տղաներից։ Նորից հերվից հարված Այդինյանն է փրկում կրկին իր թիմին, մեծացրեց ճնշումը Բորուսյան այս րոպեների ընթացքում։ Շատ քիչ ժամանակ մնաց հանդիպման ավարտին, հեռացված է գնդակը, հարված և կրկին անդրադարձ փրկվեց Սելտան, նորից շտապում են Բորուսիայի տղաները։ Խացում։ Այլ ընկավ այստեղ Բորուսիայի ֆուտբոլիստը վտանգավոր դիրքում Տուգանային է վաստակել Բորուսյան, տեսնենք, այսա շատ լավ հնարավորություն է կրկին վերականգնել ներողություն կրճատելու հանդիպան հաշիվը, խաղարկված է ստանդարտը և Խաչատրյան այնտեղ լավ էր նկատել Սարգսյանին, բայց չասավ այդ գնդակին Վայ Սարգսյանը։ Մի փոքր խոսեմ վերջին անցկացրած հանդիպումներից երկու թիմերի, 3 են երկուսներ անցկացրել իրենց հանդիպումները։ Սելտան վերգոլարած խաղում 4-ից հաշվով պարտվեց Կադիսին, նրանք կարող էին այդ խաղում միավորներ վաստակել, բայց ի վերջո պարտվեցին, իսկ Բորուսյան խոշոր հաշվով, 10-0 հաշվով Էվերտոնին հաղթեցին, հրաշալի հանդիպում անցկացրեցին Բորուսիայի տղաները 3 ընկավ այստեղ նորից Սևակ Մանուչարյանը, կարծես թե նորից նույն դիրքից Տուգանային է վաստակում Բորուսյան,
Տեսնենք կրկին Խաչատրյանն է գնդակի մոտ։ Ցավարի սուլի չկա, Մանուչարյան թե Խաչատրյան։ Այս է խնդիրը։ Խաչատրյան արվածը պատին, հիմա էլ Սարգսյանն է արվածում կրկին պատը։ Ամուր է Սելտայի այսօր շատ լավ են պաշտպանվում ուղղակի։ Սելտայի տղաները երվից արվածը փակված է։ Այս անգամ էլ Խալացյանն է հեռացնում, ինչ ֆուտբոլ է դիտում։ Ուղղակի օտարատ անձրևից հետո տեսնում ենք, պայքարում են երկու թիմերն էլ։ Փորձ նորից փակված է Մանուչարյան արված կրկին հեռացնում են գնդակը նորից ներվել են առաջ Բորուսիայի տղաները, ամբողջ կազմով պաշտպանվում է Սելտան։ Փոխանցում այս անգամ էլ լեռացրեցին գնդակը Թորոսյան և ուր ուղարկեց այստեղ գնդակ ուղղակի Հարութ Թորոսյանը։ Սարգսյան ճանաչում է պաշարել Բորուսյան Սելտային, բայց դեռ արդյունք չկա։ Սարգսյան փոխանցում կուտանային հրապարակ նորից հեռացված է գնդակը։ Բայց ինչ էր, տեսնենք, նորից ստանդարտ է վաստակել Բորուսյան այս անգամ աջ եզրից։ Չկա Չատրյան փոխանցում ցածրից Սարգսյան վտանգավոր է և փրկվում է նորից Սելտան Հայդինյանը վերջին պահին որսած այնտեղ էլ Թորոսյանը փորձեց հարված կատարել բայց չստացվեց շտապում են տեսնում ենք Բորուսիայի տղաները Մանուչարյան արված և նորից Պրկում է իր թիմին Տիգրան Այդինյանը Գիբարյան Դակը մի փոքր ժամանակ շահեց, Թորոսյանը փայլուն գործեց այստեղ էլ, Թորոսյան լավ փոխանցում, պետք է գրավել դարպասը Ղազարյան ինչ է անում և նորից պրկեց իր թիմին Տիգրան Այդինյանը, այս հնարավորությունից չօգտվեց հիմա, Ռաֆայել Ղազարյանը փայլուն նկատեց այնտեղ, Հարութ Թորոսյանը Ղազարյանին, վերջինս էլ ուղղակի Դարպասապայի վրա արվածեց հիմա անկյունային Խաչատրյան նորից վտանգավոր էր հիմա կրկին փրկվում է այստեղ Բորուսյան ներողություն Սելտան ես նույնպես արդեն խառնեցի որ բաներ եզրային նետումը իրացված է Սարգսյան Հարկումներ Մանուչարյանի հարկը չստացվեց և հիմա կարող են նետվել այստեղ հակագրոյին Սելտան Ղուկասյան
Հարված եւ Պապիկյանն է փրկում իր թիմին, ինչ է կատարվում հիմա խաղադաշտում։ Սիրելի ֆուտբոլասերներ, կարող էր հիմա խաղի ելքը վճռել Սուրեն Ղուկասյանը, բայց չստացվեց, հիմա էլ նետվում է գրոյի Բորուսյան հարված եւ գոլ։ Ի վերջո կրճատում է հանդիպան հաշիվը Բորուսյան, ինքնագոլ գրանցվեց այնտեղ։ Շատ արագ հիմա պետք է նորից պատասխանել, տեսնենք։ Երեք երկու Սելտա Բորուսիա, կրկին Սելտայի օգտին, մեկ գնդակ էլ հետ բերեց Բորուսյան, նրանք պայքարում են կրկին։ Գոնե ոչ ոքի կորզելու այս խաղում, ամուր են պաշտպանվում Սելտայի տղաները, տեսնում ենք, բայց վերջին դրվագում տեսանք, որ թերություններ եղան պաշտպանությունում, հիմա ժամանակ է շահում այստեղ Կարեն Ենգիբարյանը, վերջին Գոլներից մեկը կարող է ստացվել։ Կանակական առավելություն ունի, հիշեցնեմ, խաղադաշտում Բորուսյան, հետվել են նորից նրանք առաջ, Սարգսյան, վայ Սարգսյան հրաշալ է անցում, Խաչատրյան և փոխանցումը չստացվեց Խաչատրյանի։ Տեսնում ենք, Ռամին էլ տարավ գնդակը մինչև Դաշտի սահմաններից դուրս, բայց պայծ գնդակը Սարգսյանը շարունակում է գրող Բորուսիայի լավ փոխանցում, Խաչատրյանի հեռացված է գնդակը Եգանյանը, ներողություն, Ենգիբարյանը հեռացրեց, Էրվից փորձ կրկին հեռացված է գնդակը, այս անգամ էլ ուղղակի առաջ ուղարկեց գնդակը Սուրեն Ղուկասյանը, պայքարում են, տեսնում ենք Բորուսիայի տղաները, Ազարյան, փոխանցում Մանուչարյանին, Սևակ, Մանուչարյան կարող է հերոսանալ արվածը, փակված է Մանուչարյանի, Ղուկասյան և հրաշալի գործեց այստեղ էլ Սուրեն Ղուկասյանը, դեր թողնում է մրցավարը, շարունակ են հանդիպումը թիմերը, Սարգսյան, առաջ է շարժվում Բորուսյան, Թորոսյան Էրվից հարված, ինչու Թորոսյան, կարող է իր փոխանցում կատարել այնտեղ թիմակցին, բայց փորձեց նորից Էրվից Հարութ Թորոսյանը, կրկին բարձր է հարվածը Հարութ Թորոսյանի, Խելայեղ պայքար է ուղղակի ընթանում, այսօր 3 հանդիպումներն էլ խելայեղ են ընթացել մեզ մոտ, վերջաբանը կարող է ավելի լավը լինել, հիմա ստանդարտ և շտապեց այստեղ Վայ Սարգսյանը ի վերջո, տեսնում ենք, գնդակը Սելտայինն է լինելու, Եզրային նետումը իրականացված է Բուլգարյանի ուղղության փոխանցում դուրս եկավ իր տեղից Պապիկյանը ստել հեռացում Թորոսյանի կողմից Էրվից փորձ վտանգավոր էր հիմա այս արվածը Սուրեն Ղուկասյանի դաշտի կենտրոնից կարող էր դառնալ ֆենոմենալ գոլ հեղինակ, բայց չստացվեց հիմա նետվել են նորից առաջ Բորուսիայի տղաները Մարգարյան փոխանցում աչ Սարգսյանին հետ փոխանցում Գառնիկ Սարգսյանին, Գառնիկ Սարգսյան հապեց այստեղ Հակոբյան վտանգավոր է հարված և հիմա ինչպիսի դիրքից Սևակ Մանուչարյանի հարվածը թույլ ստացվեց նորից որսում է գնդակը Տիգրան Այդինյանը ամուր կերպով հրկվեց նորից Սելտան Եվ վերջին գրով ասում է խաղի մրցավարը տեսնենք Մանուչարյան, Մանուչարյան Սարգսյան փափուկ փոխանցում և վերջ բարեկամներ հանդիպումն ավարտված է շատ լարված պայքարում Սելտան կարողանում է հաղթել Բորուսիային 3-2 հաշվով և
Հերթական 3 միավորը վաստակել այս մրցաշարում, շատ հետաքրքիր հանդիպումներ կայացան այսօր, այսքանն էինք պատրաստել ձեզ համար, սիրելի ֆուտբոլասերներ, բարի գիշեր և ամենայն բարիք։